2021 թվականի դրանից առաջ տեղի ունեցած եւս ընտրության ժամանակ շատ լուրջ խախտում է տեղի ունեցել վարչապետի տեխնացուն չի ընտրվել պարլամենտում դրա հետևանքով ազդարարվել են նոր ընտրություններ բայց վարչապետի չընտրված տեխնացուն այսինքն միակ մարդը իրականության մեջ ով չէր կարող լինել վարչապետ որովհետև չէր ընտրվել շարունակել աշխատել վարչապետի պաշտոնակատար մինչդեռ նորմատիվ ակտերով ամրագրված է դա վարչապետի հրաժարականի դեպքում կամ անհաջողության դեպքում նրան պետք է փոխարիներ գոնե պիտի փոխարիներ եթե ոչ նոր մարդ նշանակվեր առաջին փոխվարչապետը ուրեմն Նիկոլ Փաշինյան կոչված ազգային խայտարակությունը 2000 Սերժ Սարգսյանից հետո պետք է լիներ երբ ինքը դրեց իր տեխնացությունը եւ ընտրվեց դարձավ վարչապետ հետո հրաժարական տվեց եւ հրաժարական տվեց որպեսզի նոր ընտրություններ լինեն ինքը չընտրվի եւ նոր ընտրություններ լինեն չէ ինքը չընտրվեց բայց շարունակեց աշխատել այսինքն վարչական ռեսուրսը պահպանելու հնարավորությունը ինքը պահպանեց եւ դա օգտագործեց իսկ ընդհանրապես բոլոր պետություններում իշխանական լծակներ ունեցող մարդը առնվազն 10% են սկզբից ունի իսկ մեր նման երկրներում որտեղ ժողովրդավարության արժանի մակարդակին չեն ասել դա հասնում է մինչև 20% այնպես որ 21 թվականի ընտրության մասին այդպես դրական խոսողները ճիշտ են որ նվազագույնի հասցվեց ընտրակաշարքների քանակը լիարժեքորեն ճիշտ են նվազագույնի հասցվեց բռնարարքները բայց դա նման է նրան որ Սաակաշվիլու ժամանակ ասում էին որ կոռուպցիան ներքին օղակներում վերացավ որտեղ լրիվ տեղափոխվեց կենտրոն այստեղ էլ մանր մունր ընտրախախտումները նվազագույնի հասցվեցին բայց պահպանվեց չէ նաև մեծ ընտրախախտումներ ընտրակաշարքի վերջո մեծ խախտում է բայց պահպանվեց իշխանական լծակները ընտրությունների ժամանակ օգտագործելու այդ ամենածանր հնարավորությունը հիմա դուք ինձ տալիս եք մի հարց որի մասին ես բոլորովին չեմ մտածում անկեղծ ես կարծում եմ որ եթե մենք այսօր խոսենք գնալ ընտրությունների եւ ընտրություններում ինչ որ բանի հասնել ուրեմն մենք խաղում ենք ազգային խայտարակության խաղը որովհետեւ այս պայմաններում երբ գործելու է այն օրենքը որը ի սկզբանե ոտնահարում է մարդկանց իրավունքները եւ կարճ ասած ես խոսեմ եմ բանի մասին ինչ ես եմ կարծում որ ճիշտ կլինի անել պիտի շատ արագ համախմբեն բոլորը մի անգամից ասենք ստեղծված է հանձնաժողով այդ հանձնաժողովը պիտի անմիջապես քննարկի Հայրիկյանի ԱԻՄ-ի բացի դրանից 17 քաղաքական ուժերի պահպանողական կուսակցություն, կառուցողական կուսակցություն, արդարություն կուսակցություն բոլորի անունները չեմ թող մյուսները ներողամիտ լինեն շանտ դաշինք այսպես կարող եմ շարունակել նրանց միասնաբար ներկայացրած նախագիծը անմիջապես պետք է քննարկելուց 2-3 ամիս անց մենք կունենանք սահմանադրության հանրաքվե որը ընդամենը բարեփոխումներով ոչ թե սահմանադրությունը լրիվ է փոխվում այլ նախորդ սահմանադրությունը բարեփոխումների ենթարկված դառնում է մեր հիմնական օրենքը եւ այդ դեպքում նոր կարող եմ մտածել ընտրությունների մասին այլապես մենք այսօրվա Նիկոլին փոխարինելու ենք մեկ այլ Նիկոլով թող բոլոր քաղաքացիները եւ այս նախազգուշացումը հիշեն եթե մենք այս սահմանադրությամբ գնանք ընտրությունների կամ շատ մեծ հզոր ազգային դաշինք պիտի լինի որը ազդարարի որ ընդամենը 2 ամիս հետո ամենաուշը պիտի քննարկվի բացարձակ ժողովրդավարության ըստ էության ընդունված ժողովրդի կողմից ընդունված որովհետեւ այդքան քաղաքական ուժերի հա նաեւ իր համաձայնությունն հայտնել ազգային ժողովրդավարական բևեռը այդ սահմանադրության սկզբունքների վերաբերյալ շատ ուժեր ժամանակին դեմոկրատական կուսակցությունը ՍԻՄ-ը ես անունները բոլորի չթվեցի ում անունը չեմ տվել թող ներողամիտ լինեն դա է ճանապարհը այսինքն ընտրությունների գնալ նոր կանոններով իսկ եթե մենք ընտրությունների գնալու ենք այս խուժան սահմանադրությամբ եւ խուժան ընտրական օրենսգրքով գիտեք մի բան են առաջարկել այդ հանձնաժողովում ասել են եկեք գոնե այս կայուն մեծամասնության դրույթը հանենք բայց իր ելույթում ազգային պղծությունը եթե հիշում եք վերջին ելույթում ասեց մենք ընտրությունների գնալու ենք եւ ստանալու ենք սահմանադրական մեծամասնություն դա սարսափելի բան է որովհետեւ տարրական գրագիտությունը պիտի իրեն հուշեր որ դա հնարավոր չէ խորհրդարանական համակարգ ունեցող պետություններում խորհրդարանական ընտրություններում որևէ քաղաքական ուժ եթե 30%-ից ավել է ստանում նշանակում է խախտում է տիեզերական ներդաշնակությունը
այդպես ծիածանի 7 գույները համարյա հավասար են, չէ՞ իրար։ Չի կարող մեկը 3-4 անգամ ավելի լինել, քան մյուսները։ Իրենք նախապատրաստվում են դրան եւ այսօր ընտրությունների մասին երանդով խոսացող եւ դրան նախապատրաստվող բոլոր գործիչները ուղղակի սպասավորն են Հայաստանը այսպեսի խղճուկ վիճակում պահելու կողմնակիցների։ Քանի որ այն ինչ ես առաջարկում եմ բազմաթիվ ամբիոններում քննարկվել է տարբեր մակարդակներով, նաեւ ոչ միայն հայկական, եւ Ամերիկա, եւ Գերմանիա ներկայացրել եմ նեղ մասնագիտական կառույցների եւ հետաքրքրողների։ Եվ ես վստահ եմ, որ դա մերժել չեն կարող, որովհետեւ դրված է մի բան, քաղաքացին խտրականության պետք է չենթարկվի։ Այսինքն այդ նախագծի հիմքում ընկած է մեկ բան, ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքացիները պիտի լինեն խորհրդարանում։ Մանրամասները այլ առիթով խոսել ենք։ Երբ ես խոսում եմ իրավական ճանապարհի մասին, մասնավորից անցնենք ընդհանրականին։ Եթե մենք ունենք մի քանի ճանապարհ, բայց ստեղծված է հանձնաժողով, որը պարտավոր է քննարկել բոլոր տարբերակները։ Խախտելով Նիկոլ Փաշինյանի ազգային խայտարակության այդ թիմը ցույց է տվել, որ ինքը օրինախախտ է անել կոռուպցիոն հանցագործ, որովհետև այդ հանցագործությունները իշխանության չարաշահումը օրենսգրքում, քրեական օրենսգրքում բնութագրում են որպես կոռուպցիոն հանցագործություն։ Ուրեմն դա հարցի մի կողմն է։ Մյուսը, այն որ այդ հանրային ճնշման տակ մենք ասում ենք նախագիծը չեք քննարկել, քննարկեք։ Իրավաբանները հանձնաժողով որ պիտի քննարկի, ամենաուշը մեկ շաբաթվա ընթացքում ասելու է սա է ճիշտը։ Չի կարող, որովհետև մասնագետը չի կարող ինքնասպանություն գործել։ Ինչպես է հասնելու դրան, որ գոնե հանրային աջակցություն ես մի երկու անգամ ասացի էլի եմ։ Հեղափոխություն իրավական օգտագործում, ոչ։ Չէ, հեղափոխություն ոչ։ Ոչ։ Երբ ասում եմ իրավական ճանապարհը չի ընդհանրում։ Ընդհանրում է, որ իրենք պիտի, գիտեք, ես այնքան ուժեղ չէի, որ Գորբաչովին ստիպեի օրենք ընդունել։ Ոչ էլ հեղափոխություն է կարելի։ Ոչ էլ ես ընդհանրապես ասել եմ, դու ասում ես դեմոկրատ ես, դեմոկրատ չես, դեմոկրատ լինեիր, կունենայիր հանրաքվեի մասին օրենք։ Օգտագործելով գործիքները, մեխանիզմները։ Ու դա հնչեցրել եմ ամբողջ աշխարհով մեկ։ Եվ ի զարմանս ինձ հանկարծ արևմտյան կոմունիստներն ասել են Գորբաչովին, բայց այդ մարդը ճիշտ է ասում, դուք պիտի ունենաք օրենք հանրաքվեի մասին։ Հիմա այստեղ կամ Նիկոլ Փաշինյանը պիտի ասի, ես Լուկաշենկոյից Ալիևից ավելի խիստ բռնապետ եմ ու սրիկա եմ, որտեղ ցանկացած բռնապետ սրիկա է։ Կամ էլ պիտի ասի, ինչո՞, քննարկեք մի հատ, որ քննարկեցին ուզեն չուզեն ընդունելու են, որտեղ դա հրապարակային քննարկում պիտի լինի։ Ընդունեցին, նշանակում է գալու է ազգային ժողով, կառավարությունը չի կարող ասել մասնագետները ընդունեցին ու ես ընդհանրապես չեմ տալիս։ Այսինքն դու այսպեսի մի գործելաձև կա, դու հակառակորդիդ հաղթում ես ոչ թե նրանից ուժեղ լինելով, այլ գտնելով իր թույլ տեղը։ Դա ամենատարածված հաջողություն հասնելու ամենատարածված ճանապարհն է։ Գտնում ես թույլ տեղը եւ թույլ տեղի վրա շեշտադրում ես կատարում։ Ու քանի որ դա ոչ թե ինձ համար է, այլ մեր ժողովրդի համար, ես կարծում եմ, որ մենք շատ մեծ աջակցություն կստանանք, բավական է, որ մի քանի քաղաքական ուժեր ճիշտ կողմնորոշվեն։ Դեպի դեպքում ոչ թե թույլ տեղն եք գտել միայն, այլ նաեւ օրենքում իրավունքի կետն եք գտել, հենարանն եք գտել։ Հայաստանը ի վերջո նաև իրավական պետություն է, չէ՞, պիտի լինի, ավելի ճիշտ։ Ըստ Սահմանադրության Հայաստանը ինքնիշխան, դա խախտված է այս խայտարակության կողմից, ժողովրդավարական, էլի խախտել է, սոցիալական, մենակ էս հարկային տերորը հերիք է։ Եվ վերջում իրավական պետություն է։ Եթե իրավական պետություն է, ապա իրավական գործելակերպը ամենաճիշտ ճանապարհներից մեկն է։